նոր քաղաքապետարանից եկան, արգելեցին, շատ հաճախակ են գալիս եւ ոնց որ հատուկ ինձ նշանառության տակ վերցրացնեն, այստեղ մի գրքավաճառ կա, որը կապ ունի քաղաքապետարանի հետ եւ տեսուչներին շատ հաճախակի ուղարկում է ինձ մոտ, որ ինձ հավաքել տան, ապրանքը հավաքել տան, վաճառաբանելով որ չի թույլատրում։ Ես հարց եմ տալիս, ինչու գրքավաճառին կարելի է, ամբողջ մի գրախանութ է բացել, նրան կարելի է, իսկ ինչ չի կարելի։ Ասում են նա թույլատրություն ունի։ Ես խնդրում եմ, այդ թույլատրությունը ուզում եմ անձամբ տեսնել, իրոք նա թույլատրություն ունի։ Մեկ, երկրորդը, շատ դժվար պայմաններ են, շատ։ Ու ես ինքս մանկավարժ լինելով, եկեք կանգնել եմ փողոցում, բավական չի, առևտուր էլ չկա, բավական չի, գալիս են 100,000-ից 200,000 պետք է տուգանենք, ապրանքն էլ արգրավենք։ Ես չեմ ուզում շատ բացվել ասել, թող իմ խոսքը հասնի քաղաքապետարան, եւ այստեղ, չգիտեմ, էլի մենք առանձնապես բան չենք անում, առևտուր էլ չկա։ Թոշակառուներով կանգնած ենք մի քանի հոգի, բայց ոնց կարելի է ամեն անգամ շատ հաճախակի գալիս են մեր ներվերի հետ, մենք արդեն տարիքն առած մարդիկ ենք, չի կարելի էս աշճանի, կարելի է չէ մի քիչ մենք ոչ ինչ-որ միրգ ենք վաճառում փողոցներում, սա այգի է, եթե երկու քայլ ենք կոն վերնիսաժն է, այնտեղ կարելի է, թույլատրվում է, այստեղ էլ մենք ոչինչ չենք վաճառում ախր, օրերով գալիս ենք, մի 1000 դրամի առևտուր չենք անում, անկեղծ եմ ասում, ու այսքան մարդկանց ներվերի վրա ազդելով եւ այս գրքավաճառը հատուկ ինձ նշանառության տակ առնելով անընդհատ բարբերաբար ուղարկում է քաղաքապետարանի այդ հասարակական ինչ-որ կազմակերպություն է, ինչա, տեսուչներին ուղարկում է, բա հավաքեք, լավ ինչքան կարելի է դիմանալ։ Ասում են տնտեսությունը զարգացել է մեր օրոք, թոշակներն են բարձրացել, բայց դեռ շարունակում եք սոցիալական խնդիրներ։ Այո, ինչքան 40,000 ես թոշակ եմ ստանում։ Բայց դրանով կարելի է գոյատևել։ Հիմա գալիս եմ գոնե, ասենք, ես օրը 1000 դրամ առևտուր չեմ անում, օրերով կարող է կանգնեմ, բայց ես իմ շաբաթը մեկ, 10 օրը մեկ մի բան վաճառվի, թե չվաճառվի։ Այ հիմա էլ տեսեք, չեմ բան արել, եկել են արգելել են, բայց եթե հետ գանք տեսնենք, ապրանքը կարգրավենք, չեմ դրել։ Այսպես սպասում եմ, կանգնած սպասում եմ, որ գրքավաճառը գա, նա տեսնեմ, եթե դրել է, գնալու եմ տեսուչներին ասեմ, եկեք արգրավեք իր ապրանքը։ Եթե նրան կարելի է, ուրեմն ինձ էլ է կարելի։ Ինչի է կողմնապահություն անում։